Բարի երեկո Facebook-յան ընկերներ, Facebook-յան հետևորդներ, TikTok-յան հետևորդներ, YouTube-յան հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուր հայր։ Այս մի քանի օրերի ընթացքում եթեր չեմ մտել, որպեսզի ձեզ տեղեկացնեմ իրադարձությունների վերաբերյալ, ճիշտն ասած, դիմացը շաբաթ կիրակի էր, եւ նաեւ էլի նորից այդ նոր դատարանի հայցադիմումն ենք պատրաստում։ Երեք հայցադիմումը ներկայացրել ենք, նոր հայցադիմում, շտկել ենք այդ ուրեմն թերությունը, որը նախկին հայցադիմումի մեջ կար, եւ երեք ներկայացրել ենք հայցադիմումը։ Հիմա հայցադիմումի մասով ուրեմն ասեմ ինչ հայցադիմում ենք ներկայացրել։ Ուրեմն պահանջը հետևյալն է. ծնողական իրավունքների իրականացմանը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու, անչափահաս երեխաների վերադարձն ապահովելու, երեխաների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու եւ պատասխանողին համապատասխան պարտավորություններ դնելու պահանջի մասին։ Ուրեմն ներկայացրել ենք առաջին ատյանի Ռեբուն եւ Նոբարաշեն առաջին ատյանի իրավասության քաղաքացիական դատարան։ Ուրեմն մասնավորապես 2025 թվականի դեկտեմբերի 2-ին պատասխանողը առանց ինձ տեղեկացնելու, առանց իմ համաձայնության եւ իմ կամքին հակառակ անչափահաս երեխային Հայաստանի Հանրապետության տարածքից տեղափոխել է Ռուսաստանի ուրեմն Դաշնություն Կրասնոդար քաղաք, ինչի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից տրամադրվել է պաշտոնական տեղեկությունից։ Այդ օրվանից առ այսօր ես զրկված եմ երեխաներից հետ շփվելու, նրանց դաստիարակությանը մասնակցելու, նրանց առողջական վիճակի, կրթության, բնակության վայրի, կենսապայմանների եւ զարգացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու հնարավորությունից։ Պատասխանողը հրաժարվում է հայտնել երեխաների փաստացի գտնվելու վայրը, այսինքն կինս, բնակության հասցեն եւ չի տրամադրում որևէ տեղեկություն նրանց կյանքի ու վիճակի մասին։ Արդյունքում ես փաստացի զրկված եմ ծնողական իրավունքների իրականացումից, իսկ երեխաները իրենց հոր հետ բնական եւ շարունակական կապ պահպանելու իրավունքից։ Ելնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը երաշխավորում է ծնողների հավասար իրավունքների, ինչպես նաեւ երեխայի իրավունքը պահպանելու անձնական եւ անմիջական հարաբերություններ երկու ծնողների հետ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Պատասխանողի գործողություններով այն է առանց իմ թույլտվության, իմ համաձայնության 7 անչափահաս երեխաներիս տեղափոխել է Ռուսաստանի Դաշնություն, այսինքն կինս, որով խախտվում են ինչպես իմ որպես ծնողի իրավունքները, այնպես էլ երեխաների լավագույն շահերը, քանի որ նրանք փաստացի զրկվել են իրենց հոր հետ բնական ընտանեկան հարաբերություններից։ Վեճը ծագել է Հայաստանի Հանրապետությունում, կողմերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, այսինքն ես ու կինս, ընտանեկան իրավահարաբերությունները ձևավորվել են Հայաստանի Հանրապետությունում, երեխաների մշտական բնակության վայրը մինչև նրանց տեղափոխումը եղել է Հայաստանի Հանրապետությունը, իսկ իմ ծնողական իրավունքների խախտումը սկսվել է Հայաստանի Հանրապետությունում։ Հետևաբար, սույն վեճը ենթակա է քննության Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից։ Հայցի նպատակը պատասխանողի ծնողական իրավունքների սահմանափակումը չէ, այսինքն ծնողական իրավունքներից զրկելը չի, այլ իմ եւ երեխաներիս խախտված իրավունքների վերականգնումը, երեխաների լավագույն շահերի ապահովումը եւ օրենքով սահմանված ընտանեկան իրավահարաբերությունների վերականգնումը։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիան եւ մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան, խնդրում ենք դատարանից պարտավորեցնել
Առաջինը պատասխանող Ռուզաննա Ղևոնդի Ալավերդյանին, այսինքն կնոջես, վերացնել հայցվոր Արման Ալբերտի Գալստյանի որպես ծնողի իրավունքների իրականացման բոլոր խոչընդոտները եւ վերադարձնել անչափահաս երեխաներին Հայաստանի Հանրապետություն, ապահովելով հայցվորի օրենքով երաշխավորված ծնողական իրավունքների լիարժեք իրականացումը։ Երկրորդ, պարտավորեցնել պատասխանողին անհապաղ հայտնել անչափահաս երեխաների փաստացի գտնվելու վայրը, բնակության հասցեն, բնակության իրավական հիմքը, ինչպես նաև տրամադրել երեխաներին առողջական վիճակի, կրթության, բնակության եւ նրանց իրավունքների ու շահերի վերաբերյալ բոլոր էական տեղեկությունները եւ համապատասխան փաստաթղթերը։ Երրորդ, պարտավորեցնել պատասխանողին ձեռնպահ մնալ հայցվորին որպես ծնողի իրավունքների իրականացմանը խոչընդոտող ցանկացած գործողությունից, այդ թվում երեխաների գտնվելու վայրը թաքցնելուց, նրանց Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս պահելուց եւ հայցվորին երեխաների վերաբերյալ տեղեկություն չտրամադրելուց, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Չորրորդ, պարտավորեցնել պատասխանողին ապահովել հայցվորին որպես ծնողի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքների լիարժեք իրականացումը երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, պահպանման, զարգացման եւ նրանց կյանքի վերաբերյալ էական հարցերի մասնակցելու մասով առանց որևէ ապօրինի սահմանափակման։ 5. Պահանջել Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմիններից, իսկ անհրաժեշտության դեպքում միջազգային իրավական օգնության կարգով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններից տեղեկատվություն անչափահաս երեխաների փաստացի գտնվելու վայրի, բնակության հասցեի, բնակության իրավական հիմքերի վերաբերյալ եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ երեխաների վերադարձն ապահովելու նպատակով։ 6. Կիրառել հայցի ապահովման միջոցներ, որոնք դատարանը կհամարի անհրաժեշտ եւ համաչափ կանխելու երեխաների հետագա տեղափոխումը, նրանց գտնվելու վայրի թաքցնելը կամ ապագա դատական ակտի կատարման անհնարինացումը եւ ապահովելու դատական ակտի արդյունավետ կատարումը։ Ուրեմն այսքանն ենք Հայաստանի Հանրապետության Երևան եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ներկայացրել, որը դատավորների, ուրեմն արձակուրդների հետ կապված, որ դատավորները շատերը կամ զբաղված են կամ արձակուրդի մեջ են, տեղափոխել է գործը արդեն իսկ Աչափնյակի, նորից Աչափնյակի դատարան, մեկ ուրիշ դատավորի է տրվել ուրեմն գործը, վարույթ ընդունվելու մասին դեռ տեղեկություններ չկան, 14 օր է առավելագույնս վարույթ ընդունվելու ժամկետը, բայց պարտադիր չէ, որ հենց 14 օր անցնի նոր վարույթ ընդունի, կարող է եւ վաղը ընդունի, կարող է մյուս օրը ընդունի։ Սա առաջին ատյանի, ուրեմն դատարանի, քաղաքացիական դատարանի հայցադիում ներկայացնելու ուրեմն կապակցությամբ տեղեկացրեցի ձեզ սիրելի ժողովուրդ։ Բացի դրանից, ուրեմն ինձ հետ կապնվել է 3, եթե չեմ սխալվում, 3 չառաջ օրը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մամլոք հարտուղար, ուրեմն Տիկին Ավդալյանը, որի համար իմ խորին շնորհակալություն եմ հայտնում արագ արձագանքման, տեսել են իմ եթերը եւ եթերը տեսնելով ինձ հետ կապ են հաստատել եւ անմիջապես կապ հաստատելուց հետո հաջորդ օրը քննիչ Նարեն Ազարյանը, որի վերաբերյալ եւ որի գործողությունների վերաբերյալ ես տեղեկացրել էի, կապնվեց ինձ հետ եւ 30 օր այդ միջնորդությունս չընդունելուց հետո միջնորդությունս ընդունեց նոր դատաբժշկական կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու կապակցությամբ եւ տրվեց ինձ որոշում, որով ես այսօր գնացի ուրեմն դատաբժշկական փորձաքննության կրկնակի, որտեղ ես փորձաքննության ենթարկվեցի արդեն դատաբժշկական փորձագիտական ուրեմն կենտրոնի փոխտնօրենի դոցենտի կողմից, այսինքն հանձնաժողով եղավ, հանձնաժողովի կողմից նշանակվեց եւ նրանք ինձ ստուգեցին, այդ նույն դատաբժիշկը չստուգեց, հանձնաժողովով ստուգեցին։ Ուրեմն որոշումը այս եթերը շարունակելի, հիմա որոշումը ես
կարգավորեմ ստեղ, ուրեմն այդ որոշման մասին էլ ձեզ տեղեկացնեմ, սիրելի ժողովուրդ։ Ես հեսա նորից կմտնեմ ուղիղ եթեր։